911 Ռադիո Արևիկի եթերում 911 հաղորդումն է։ Բարի օր բոլորին։ 911 հաղորդաշարը շարունակում է ներկայացնել օգտակար զրույցների շարք արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետների հետ եւ այսօր նույնպես շատ կարեւոր թեմայի մասին ենք խոսելու։ Ինչ է երկրաշարժը, ինչու է այն առաջանում եւ ինչպես պաշտպանվել, երբ նման իրավիճակում ենք հայտնվում։ Սա այսօրվա մեր թեման է, իսկ հաղորդման հյուրը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փրկարար ծառայության գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանն է։ Շնորհակալ ենք, որ նորից մեզ հյուր եք եկել։ Շնորհակալություն։ Դուք լսում եք 911 հաղորդումը։ Պարոն Մաթևոսյան, մենք դպրոցից գիտենք, որ Հայաստանը գտնվում է սեյսմիկ վտանգավոր գոտում։ Ինչ է սա նշանակում, որ Հայաստանում անընդհատ երկրաշարժի վտանգ կա։ Այն, որ մենք գտնվում ենք սեյսմիկ վտանգավոր գոտում, դա փաստ է։ Մենք ապրում ենք երկրաշարժերի հետ միասին, բայց որ անընդհատ կան նրանք, չէ, իհարկե անընդհատ չկան, բայց կա նրանց ցակման վտանգ, մշտապես մենք պետք է դա իմանանք եւ հասկանանք, որ մենք եւ երկրաշարժը միասին ապրելու ենք այս տարածքում։ Իսկ ինչ է երկրաշարժը եւ ինչու է որոշում երկիրը մի քանի վայրկյան ցնցվել։ Երկիրը ոչ թե որոշում է ցնցվել, այլ երկրագունդը ինքը կենթանի օրգանիզմի նման է։ Ինքը գտնվում է անընդհատ շարժման մեջ։ Ոչ միայն ինքն է շարժման մեջ գտնվում, այլ նաև ինքը բաղկացած է տարբեր բաներից, սալերից այսպես ասած, եւ այդ սալերը նույնպես գտնվում են շարժման մեջ, եւ երկրաշարժերը նման սալերի շարժման արդյունք են։ Խոսքը վերաբերում է տեկտոնական երկրաշարժերին, այն ինչը առանձնահատուկ է Հայաստանի Հանրապետության տարածքին։ Այսինքն նրանք սալերի շարժման արդյունք են, երբ սալերի շարժման հետևանքով առաջանում են լարումներ եւ երկրագունդը պետք է ազատվի այդ լարումներից, ահա այդ ազատումը տեղի է ունենում ցնցումների միջոցով, որը առանձնական ալիքներով տարածվում է երկրակեղևի վրայով եւ առաջ է գալիս այն, ինչը մենք արդեն գիտենք։ Ցանկացած հանրագիտարանից կարող ենք իմանալ, որ երկրաշարժերն ըստ իրենց առաջացման բնույթի բաժանվում են երկու տեսակի՝ բնական եւ տեխնածին։ Այսինքն երկրաշարժ կարող է տեղի ունենալ նաեւ մարդկային գործոնով պայմանավորված։ Այստեղ պետք է ասել, որ այդ գրականությունը մաքրել է պետք։ Տեխնացին երկրաշարժեր չեմ կարծում, որ կան։ Մարդու գործունեության արդյունքում կարող են առաջանալ ցնցումներ, բայց դրանք սեյսմիկ ալիքներ չեն։ Դրանք այն լարվածության լիցքաթափումը չէ, որը տեղի է ունենում իրական երկրաշարժերի ժամանակ, որտեղ իրական երկրաշարժերը ուղեկցվում են նախացնցումներով, հետցնցումներով, օրինակ Սպիտակի երկրաշարժի ժամանակ հետցնցումները հասել են 1000-ի, իսկ այն, ինչի մասին դուք խոսում եք, դա պարզապես մեկ անգամ, եթե դա պայթեցման արդյունք է, չգիտեմ ինչ է, ցնցումները լինում են, նա նման չէ երկրաշարժի, նրանք պարզապես այլ ցնցումներ են, դրանք սեյսմիկ ցնցումներ չեն։ Հետևաբար ես կուզենայի, որ մեր ժողովուրդը իմանար, որ տեխնացին երկրաշարժեր չեն լինում։ Երկրաշարժերը դրանք բնական երևույթներ են, իրենք իրականում 3 տեսակի են լինում։ Տեկտոնական երկրաշարժեր, այն երկրաշարժերը, որոնք առանձնահատուկ են Հայաստանի Հանրապետության տարածքին։ Լինում են փլուզումնային երկրաշարժեր, որոնք արդյունք են երկրակեղևի տակ մեծ դատարկ տարածությունների, որոնց փլվելու հետևանքով տեղի է ունենում ցնցումներ, եւ երրորդ տեսակը դրանք հրաբխային երկրաշարժերն են, որոնք ծագում են հրաբխների ժայթման ժամանակ կամ հրաբխի նախապատրաստման ժամանակ։ Բնականաբար հրաբուխները նույնպես այսպես թե այնպես կապված են տեկտոնական սալերի հետ, խզվածքների հետ, բայց այս 3 տեսակն է լինում՝ փլուզումնային, տեկտոնական եւ հրաբխային։ Դուք լսում եք 911 հաղորդումը։ Արևիկի սիրելի ունկնդիրներ, հիշեցնեմ, որ մեր հյուրն է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթևոսյանը եւ այսօր խոսում ենք երկրաշարժի մասին։ Երկրաշարժերն իրենց ուժգնությամբ նույնպես խմբերի են բաժանվում, աննկատից մինչև աղետալի։ Գիտեք, երկրաշարժը ինքը աղետալի չի։ Երկրաշարժի հետևանքը կարող է լինել աղետալի։ Օրինակ վերցնենք Քոբեի երկրաշարժը, որը տեղի ունեցավ 95 թվականին Քոբե քաղաքում, Ճապոնիայի, մագնիտուդը 7.6 էր, մեր մագնիտուդը 7։ Քոբե քաղաքում բնակչության խտությունը տասնյակ անգամ ավելին էր, քան մեր երկրում, Գյումրիում կամ որևէ այլ քաղաքում, բայց ընդհանուր զոհերի թիվը
Այդպիսի հզոր երկրաշարժի ժամանակ կազմեց 6000, իսկ Հայաստանում կազմեց 25000։ Հարց է առաջանում ինչու։ Ավելի ուժգին երկրաշարժ էր, բայց հետևանքը շատ ավելի աղետալի չէր, քան Հայաստանի երկրաշարժ։ Հետևաբար աղետալի լինելը կապված է հետևանքի հետ, նայած որքանով ես դու նախապատրաստված տվյալ երկրաշարժին։ Իսկ նախապատրաստված լինել դա չի նշանակում իմանալ, թե ինչպես իրեն պահել երկրաշարժի ժամանակ։ Այ պետք է իմանալ ինչպես իրեն պահել մինչև երկրաշարժը, որ այդ ծագած երկրաշարժը աղետալի հետևանքներ չունենա։ Սա է գլխավորը։ Ընդհանրապես, երբ մենք խոսում ենք երկրաշարժերի մասին, որպեսզի նրան ճանաչենք, պետք է իմանանք մագնիտուդը երկրաշարժի, ուժգնությունը, այսինքն բալայնությունը, պետք է իմանանք օջախի խորությունը, պետք է իմանանք էպիկենտրոնի կոորդինատները, պետք է իմանանք որ ժամին է դա տեղի ունեցել, տարվա որ եղանակին է տեղի ունեցել։ Սրանցից յուրաքանչյուրը կառավարողի համար կամ մարդու համար բավականին լուրջ տեղեկատվություն է։ Օրինակ, եթե մենք գիտենք, որ դա տեղի ունեցել գիշերը, ապա մենք պարզ հասկանում ենք, որ գիշերային ժամերին մարդկանց մեծ մասը գտնվում են ծածկերի տակ, կամ տանն են, կամ որևէ վայրում։ Հետևաբար, եթե ծածկերը այդքան էլ լավը չեն, մենք ավելի շատ կորուստներ կարող ենք ունենալ։ Եթե դա ցերեկն է, մարդկանց մի մասը գտնվում է դրսում, փողոցում, զոհերի թիվը այդքան չի լինի։ Եթե դա ձմռանն է տեղի ունեցել, ապա հետագա համաճարակների հավանականությունը փոքրանում է։ Եթե ամռանն է տեղի ունեցել, երկրորդային երևույթներ կարող են տեղն հասկանում եք, ամեն մի պարամետրի մասին, երբ մենք խոսում ենք, ամեն մեկը կառավարման տեսակետից ունի կարևոր խնդիր։ Օրինակ, ասենք, տարածքային մարմինները կամ տեղական ինքնակառավարման մարմինը ուզում է իմանալ իր քաղաքում ինչ որոշումներ ինքը ընդունի։ Այ եթե նա այս բաները չգիտի, մոտավոր չի պատկերացնում ինչ կարող է տեղի ունեցալ։ Դա պատկերացնելու համար այսպիսի պարամետրեր պետք է իմանալ։ Որոշ դեպքերում ասում են նաև, որ երկրաշարժերը կանխատեսվում են կենդանիների վարքով, դրանք ուղղակի լքում են բնակավայրը։ Կան այլ նախանշաններ, որոնցով հնարավոր է կանխագուշակել երկրաշարժը։ Գիտեք, շատ լուրջ հարց եք դուք տալիս։ Ես ձեզ պետք է ասեմ, որ երկրաշարժերի կանխատեսումը բաժանվում է 3 խմբի։ Կա երկարաժամկետ կանխատեսում, կա միջնաժամկետ կանխատեսում եւ կա կարճաժամկետ կանխատեսում։ Կարճաժամկետ կանխատեսումը այն է, թե որ ժամին, որտեղ, ինչ ուժգնությամբ, գոնե այս 3 պարամետրերը պետք է ասել, երկրաշարժ կլինի։ Բայց ինքը իմաստազրկված է։ Չգիտեմ ինչու մարդկանց ուշադրությունը միշտ բևեռվում է այս կարճաժամկետ կանխատեսման վրա։ Սա գրագետ չէ։ Ինչու։ Որովհետև եթե մենք գիտենք, որ մեր տարածքում 100 տարվա մեջ, 60-ից 100 տարվա մեջ մեկ անգամ տեղի է ունենում երկրաշարժ, մենք 60 տարի, 100 տարի ունենք պատրաստվելու այդ երկրաշարժին դիմավորելու։ Իսկ մենք բնակչին ասում ենք, ոչինչ մի արա, շատ կարևոր է կարճաժամկետը, հենց ասենք երբ է երկրաշարժը լինելու, որ քեզ հետ ոչինչ չլինի։ Մենք մտածում ենք, ինչ ենք մենք ասում, դեպի ուր ենք տանում բնակչին։ Արդյոք այդքան կարևոր է այդ կարճաժամկետը։ Տեսեք, զարգացած երկրներում, օրինակ ասենք Ճապոնիայում, դուք տեսնում եք ցնցումներ են լինում, ամրացված բաներ են ընկնում գետնին, մարդը սկի չի էլ ուզում սենյակից դուրս գա։ Համակարգիչն ընկնում, ջարդվում է, ինքը դուրս չի գալիս։ Ինչու՞, որտեվ իրան դա չի հետաքրքրում, իր շենքին ոչինչ չի լինելու, երկրաշարժը գալու է անցնի։ Իսկ մենք ասում ենք, մեզ ասեք, որ պահին է լինելու երկրաշարժը, որ ինչ անենք։ Եվ ինչու սա գրագետ չէ։ Ես կուզենայի այս հարցի վրա կանգ առնել։ Ինքը նաև հայրենասիրական չէ, ինքը նույնիսկ հակաազգային է այսպիսի մտածողությունը։ Ուրիշ բան, որ իրեն նայում ես որպես գիտական ուղղություն, որ ինքը զարգանա, կարճաժամկետ կանխատեսման մեթոդները, սա գիտական ուղղություն է, թող զարգանա, բայց կառավարման տեսակետից հենվել սրա վրա, սա նշանակում է ունենալ մեծ կորուստներ։ Իսկ եթե մենք նախորոք ենք պատրաստվում այդ երկրաշարժին, կառուցում ենք այնպես, ինչպես հարկն է, մոտենում ենք խնդրի լուծմանը, դեռ 100 տարի ժամանակ ունենք, կարգավորում ենք մեր ամեն ինչը, մենք ոչինչ չենք գործնում։ Հիմա վերցնենք Սպիտակի երկրաշարժի հետևանքների մասին մի փոքր բացեմ, որ միտքս ավելի պարզ դառնա։ Սպիտակի երկրաշարժի ժամանակ մենք կորցրեցինք 25000 մարդ։ Մենք 16 միլիարդ ամերիկյան դոլարին համարժեք տնտեսական կորուստ ունեցանք։
Այն ժամանակվա փոխարժեքով, եթե մենք հիմա գանք 10 անգամ կարող եք ավելացնել։ Եվ մենք 30 տարի հսկայական գումարներ ենք ներդնում, որպեսզի պարզապես վերականգնենք այն, ինչը ոչնչացվել է։ Եթե նա ոչնչացված չլիներ, այս գումարները մենք կդնեինք երկրի զարգացման վրա եւ հսկայական առաջընթացով կզարգանայինք։ Բայց մենք արել ենք մի բան, որը իր տեղում էր, էլի որ այդ շենքը մնար իրեն տեղում, հո մենք չէինք տանջվի այդքան։ Այսա մենք պետք է գիտակցենք։ Արդյոք կարելի է հեմվել կարճաժամկետ կանխատեսումների վրա կառավարման գործընթացում։ Սա միայն, երբ որ դու երկարաժամկետին լրիվ պատրաստ ես, ապա կարճաժամկետին կարող ես իրոք պատրաստվել։ Սա մտածողության խնդիր է, հասկանում եք։ Մարդը ինչպես է ինքը մտածում։ Ես թվային տվյալներ բերեմ, որպեսզի պարզ դառնա ինչի մասին եմ խոսում։ Սան Ֆրանցիսկոյում 1906 թվականի երկրաշարժից հետո իրենք մշակեցին քաղաքականություն սեյսմոկայուն շինարարության, թեթև կոնստրուկցիաներ, սեյսմոկայուն շինարարություն։ Այսօր այնտեղ այն նույն ուժգնությամբ երկրաշարժեր, որոնք լինում են Հայաստանում, սպիտակի ուժգնությամբ երկրաշարժերի դեպքում կորցնում են 3-ից 6 մարդ։ Ամեն մի երկրաշարժի դեպքում պատկերացնում եք ինչպիսի արդյունքի են հասել։ Իրենց պետք է որ իմանան թե որ պահին է երբ ուզում է թող լինի էլի։ Եթե մենք գիտենք որ 100 տարի հետո սպիտակի երկրաշարժի օջախը աշխատելու է, մենք այսօրվանից պետք է պատրաստվենք դրան եւ չպետք է այնպես մեզ պահենք, ինչպես պահել ենք մինչեւ հիմա։ Պարզապես մենք մի քիչ խելացի պետք է լինենք, պետք է իմանանք, որ մենք եւ երկրաշարժը միմյանց հարևանությամբ ապրում ենք, ինքը մեզ կարող է չվնասել, եթե մենք մեզ պահելու ձև իմանանք, մոտեցում իմանանք եւ կարողանանք մեր ունեցածը չփչացնել։ Դուք լսում եք 911 հաղորդումը։ Ասում են ով իրազեկված է, նա պաշտպանված է։ Ինչպես երկրաշարժի ժամանակ խոճապի չմատնվել, երբ վտանգից խուսափելու համար ընդամենը մի քանի վայրկյան ունենք։ Նախ ասեմ, որ ով իրազեկված է, նա պաշտպանված է, դա լիարժեք չի։ Ինքը անհրաժեշտ պայման է, բայց բավարար չէ։ Այսինքն, եթե իրազեկված չես, հաստատ պաշտպանված չես, բայց եթե իրազեկված ես, դա դեռ չի նշանակում, որ պաշտպանված ես։ Օրինակ ասենք, մենք իրազեկված ենք, որ Հայաստանում տեղի է ունենալու 7 մագնիտուդով երկրաշարժ։ Բայց շենքերը կառուցված են ավելի փոքր, իրազեկված ենք, մենք ինչ կարող ենք անել, միևնույն մենք փլուզումներ կունենանք։ Մենք չպետք է երկրաշարժի հետևանքները գնահատենք միայն այդ փլուզումներով եւ դրամական կորուստներով։ Ես օրինակ շատ եմ ուզում իմանալ, թե այ Գյումրիում այն երեխան, որը ծնվեց երկրաշարժից հետո ու բնակվեց 15 քառակուսի մետրանոց մի սենյակում իր ծնողների հետ, նրա մանկությունը ինչ արժերով է գնահատել։ Երբ որ նա մեծացավ, դա պատանեկությունը անցկացրեց, ով է գնահատել, ինքը ինչպես անցկացրեց իր պատանեկությունը, ով է հաշվել, թե սա ինչ արժի, հասկանում եք, մենք շատ կոշտ ու կոպիտ ենք։ Մենք միայն կարող ենք շենքերի, զոհերի թվով ինչ-որ բաներ ասել, բայց ինչպիսի հոգեբանական դեֆորմացիաներ կան, ինչպիսի կորուստներ կան, որոնք որ այնքան բարձր է նրանց արժեքը, որ արժեք չունեն, մենք իրավունք չունենք այդպես թափթփված մոտենալու։ Եթե մենք կարողանանք անել նախապես այն, ինչի մասին ես խոսեցի, ոչ մի խոճապ չի լինի։ Եթե հիշում եք անցյալ հաղորդման ժամանակ ես խոսեցի դպրոցների առաջին հարկերի պատոհանների մետաղապատման մասին, այդ ցանցերի, սա պարզապես անթույլատրելի է։ Դուք տեսեք խաղաղ պայմաններում ենք ապրում, չենք մտածում, որ մի պահ կարող է ցնցում լինել եւ այդ պատոհանը մեզ պետք է, բայց մենք փակել ենք։ Հիմա ուզում եմ իմանալ, եթե ցնցումը լինի, երեխաների դուրս գալու տեղ չունենան, ո՞նց է կանելու, որ խոճապի չմատնվեն։ Ամեն մեկս մի տեղ աշխատում ենք, ամեն մեկս մի ընտանիքում ենք, մենք մեր ձեռքով մեր տունը չպետք է քանդենք։ Մարդ կա, որ երկու շոր կախելու համար 15 սանտիմետր որպիսի շահի կարող է կրող պատի մեջ փոս փորի, առանց մտածելու, որ այս պատը մի ամբողջ շենք դարձրեց ոչ սեյսմոկայուն։ Կամ օրինակ քայլ եք քաղաքում, ապա տեսեք 5 հարկանի, 4 հարկանի շենքեր են ենթադրենք, 3 մուտքանի, եւ վերևի մի անկյունում մեկը մի բան է կառուցել։ Չէ՞ որ այդ շենքը ունի հավասարակշռված վիճակ։ Մի ծայրում ծանրություն ես դնում, ծանրության կենտրոնը տեղափոխվում է, շենքը դարձավ ոչ սեյսմոկայուն։ Երկրաշարժն է մեղավոր լինելու, եթե վաղը այդ շենքը փլվեց։ Սա է մեր գերխնդիրը, որի վրա պետք է կանգ առնենք։ Ոնց անենք, որ հետևանքներ չունենանք։ Պարոն Մաթևոսյան, շնորհակալ ենք հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալություն։
Հիշեցնեմ, որ մեր հյուրներ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փրկարար ծառայության գեներալ-մայոր Համրետ Մաթևոսյանը։ Կհանդիպենք հաջորդ չորեքշաբթի։ 911